Հայ առաքելական Սուրբ եկեղեցին այս տարի մայիսի 14-ին նշեց Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը։ Տոնի առթիվ միացնայեջ մայր տաճարում Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ եւ անմահ պատարագ։ Համբարձման տոնի օրն է հիշատակվում նաև հայ ժողովրդի կյանքում պատմական կարևոր մի իրադարձություն։ 1441 թվականին ամենայն հայոց կաթողիկոսության աթոռը Սիս քաղաքից Մայրաթոր Սուրբ Էջմիածին փոխադրելը։ Կաթողիկոսական աթոռը ի սկզբանե հաստատված լինով Սուրբ Էջմիածնում պատմության հոլովույթում ստացվեց այնպես, որ դարերի ընթացքում այն տարբեր հանգրվաններ ունեցավ մեծ հայքի տարածքում եւ նաեւ Կիլիկիայում։ Սա պայմանավորված էր հայ ժողովրդի քաղաքական պատմության վայրիվերումներով։ Եվ ահա մենք տեսնում ենք, որ 15-րդ դարի սկզբում արդեն մի շարք եկեղեցական գործիչներ, իշխաններ արդեն իսկ գործուն քայլեր են ձեռնարկում աթոռը կաթողիկոսական սսից վերահաստատելու Սուրբ Էջմիածնում։ Եվ այս գործի կարևորագույն ռահվիրաններից մեկը Հովհաննես Հերմոնեցին համախմբելով իր շուրջ մյուս եկեղեցական գործիչներին եւ իրենց օգնական ունենալով պատմիչ Թովմա Մեծոփեցուն նախաձեռնեցին այս կարևոր աշխատանքը եւ տեսնում ենք, որ 1441 թվականին տեղի ունեցած ազգային եկեղեցական ազդու ժողովի որոշմամբ որոշվեց կաթողիկոսական աթոռը այլևս սսից վերահաստատելու Սուրբ Էջմիածնում։ Սա պատմական կողմն էր։ Կաթողիկոսական աթոռի փոխադրումը, վերահաստատումը Սուրբ Էջմիածնում ազգահավաք նշանակություն ունեցավ։ Այն ոչ միայն եկեղեցական կարևոր նշանակալից իրադարձություն էր, այլ դարձավ ազգային վերազարթոնքի, ազգային ազգահավաք, ազգը Արարատյան դաշտում համախմբելու, Սուրբ Էջմիածնի տաճարին կրկին ավիուն հաղորդելու, Սուրբ Էջմիածնի տաճարի դերը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայության կյանքում վերանորոգելու խթան։ Սուրբ Հարության տոնից 40 օր հետո է հիշատակվում Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը։ Այն եզրափակում է Քրիստոսի երկրային առաքելության շրջանը։ Համբարձման տոնը հարուցյալ Հիսուս Քրիստոսի մարմնով երկինք բարձրանալու եւ հոր աջ կողմում նստելու հիշատակությունն է։ Քրիստոսի համբարձման պատմությունը շարադրված է Նոր Կտակարանում։ Սուրբ Հարության մեծ եւ պատմական դեպքից հետո էլ Տերը բազմիցս երևացել է իր աշակերտներին նրանց վերահաստատելով իրենց հավատի եւ առաքելական կոչման մեջ։ Միացնայեջ տաճարում պատարագ մատուցեց Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։ Սրբազան արարողությանը ներկա էին հայոց եկեղեցու թեմերի առաջնորդներ, Էջմիածնի միաբաններ, հավատացյալներ։ Մուշեղ Սրբազանն իր քարոզում խոսեց հարուցյալ Տիրոջ 40 օրերի քարոզչության, Աստծո արքայությանն արժանանալու եւ փրկagorցության մասին։ Պատարագիչը մարդկանց հորդորեց Աստծուն իրականության մեջ փնտրել, զորավիք լինել իրար, բարիք գործել։ Քրիստոսի համբարձումը առասպել չէ, այլ ականատեսների վկայությամբ հաստատված իրողություն, որը վերստին ապրում ենք մենք այսօր։ Անդրադառնալով հայրապետական գահի տեղափոխությանը եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում հաստատվելուն, Մուշեղ Սրբազանը նշեց. Էջմիածինը աստվածադիր կենտրոն է։ Դարերի ընթացքում այն կարողացել է զարգացնել եւ պահպանել հայկական մտավոր ներուժը։ Սուրբ Էջմիածինը դարձել է պետության վերածննդի խթանիչ ուժը, դարձել է առանցքը, որի շուրջ համախմբվել է աշխարհասփյուռ հայությունը։ Հայրապետական աթոռի Սուրբ Էջմիածնում վերահաստատվելը հայոց եկեղեցին հայտարարել է որպես ազգային տոն։ Համբարձման տոնին Սուրբ պատարագից հետո Միացնայեջ տաճարում կատարվեց հայրապետական մաղթանքի արարողություն։ Աղոթք բարձրացվեց առ Աստված, որ անսասան մնա Մայրաթոռը։ Հրաշակերտեցեր Մայրաթոռը մեր Սուրբ Էջմիածին։ Այս արարողությունից հետո հայոց հայրապետը օրհնություն բաշխեց Մայրաթոռ եկած ուխտավորներին։